Ձեր աստղագուշակությունը հենց այստեղ։ Խոյ 2026 թվականը խոյերի համար կբացվի որպես առաջընթացի, ուժի և ազդեցության շրջան, երբ կարիերան դուրս կգա երկրորդ պլանից և կդառնա կյանքի գլխավոր առանցքը։ Տարվա առաջին ամիսներից դուք կզգաք, որ ձեր ներսում արթնացել է մրցակցային ոգին և առաջ գնալու անհակ ցանկությունը։ Այն, ինչ նախկինում թվում էր դժվար կամ անհասանելի, այժմ կընկալվի որպես մարտահրավեր, որը դուք պատրաստ եք ընդունել առանց երկմտելու։ Տարվա սկզբին ձեր գործողությունները կլինեն արագ, վճռական և երբեմն նույնիսկ համարձակորեն ռիսկային։ Սակայն հենց այդ հատկանիշներն են ձեզ առանձնացնելու մյուսներից։ Ձեր աշխատասիրությունը և նախաձեռնողական մոտեցումը կնկատվեն ազդեցիկ մարդկանց կողմից, իսկ որոշ խորերի համար սա կարող է նշանակել հանկարծակի առաջխաղացում կամ նոր դերի առաջարկ, որը զգալիորեն կբարձրացնի ձեր հեղինակությունն ու պատասխանատվության մակարդակը։ Գարնան ամիսները, հատկապես ապրիլն ու մայիսը, կարող են դառնալ շրջադարձային։ Այդ ժամանակաշրջանում ձեր ջանքերը կսկսեն իրական արդյունք տալ։ Հնարավոր են կարիերային աճ, եկամուտների ավելացում կամ այնպիսի նախագիծ, որը երկարաժամկետ հեռանկարում կփոխի ձեր մասնագիտական ուղին։ Եթե վաղուց մտածել եք սեփական գործ սկսելու կամ ղեկավար դիրքում ձեզ փորձելու մասին, այս փուլը առավել քան նպաստավոր է առաջին վճռական քայլն անելու համար։ Միևնույն ժամանակ տարին կպահանջի զգոնություն։ Ձեր բնավորությանը հատուկ արագ որոշումներ կայացնելու հակումը որոշ պահերի կարող է խոչընդոտ դառնալ, հատկապես աշնան սկզբին։ Այդ ժամանակ խորհուրդ է տրվում առավել ուշադիր մոտենալ պայմանագրերին, գործնական նամակագրությանը և խոստումներին։ Փոքր անուշադրությունը կարող է վերածվել երկարատև թյուրիմացության, ուստի կարևոր է ամեն ինչ հստակ ֆիքսել և վերահսկել։ Մրցակցային միջավայրը կսրվի, սակայն դա ձեզ չի վախեցնի։ Հակառակը, կաշխուժացնի և կմղի ավելի բարձր նպատակների։ Խոյերի մեծ մասը հենց նման պայմաններում է բացահայտում իր առաջնորդական իրական պոտենցիալը։ Տեխնոլոգիական ոլորտը, սպորտը, կառավարման համակարգերը, ռազմավարական պլանավորումը կամ արագ զարգացող բիզնես միջավայրերը կարող են դառնալ այն հարթակները, որտեղ դուք կդրսևորեք ձեզ առավել արդյունավետ։ Տարվա ընթացքում կարևոր կլինի նաև թիմային հարաբերությունների ճիշտ կառուցումը։ Թեև դուք հակված եք ամեն ինչ միայնակ անել, 2026-ը ցույց կտա, որ ճիշտ մարդկանց լսելն ու նրանց ներգրավելը կարող է բազմապատկել ձեր հաջողությունը։ Երբ կկարողանաք համատեղել ուժեղ առաջնորդությունը խելամիտ համագործակցության հետ, ձեր կարիերան կարող է հասնել այն մակարդակին, որի մասին նախկինում միայն մտածում էիք։ Ցուլ 2026 թվականը ցուլերի համար կդառնա մասնագիտական ինքնաճանաչման և կարևոր վերաիմաստավորման փուլ։ Սա այն տարին չէ, երբ պարզապես շարունակում են նույն ուղին, հույս ունենալով նույն արդյունքների վրա։ Փոխարենը դուք կկանգնեք ընտրության առաջ, կամ զարգանալ ու հարմարվել նոր պայմաններին, կամ զգալ, որ հին մոտեցումները այլևս չեն աշխատում։ Բարեբախտաբար, աստղային ազդեցությունները ձեզ կուղղորդեն դեպի առաջին տարբերակը։ Տարվա ընթացքում դուք ավելի հաճախ կմտածեք ձեր իրական արժեքի, աշխատանքի որակի և այն մասին, թե արդյոք ձեր ներկայիս գործունեությունը բավարարում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև ներքին կայունության պահանջները։ Շատ ցուլեր կհասկանան, որ ժամանակն է վերանայել իրենց մասնագիտական սահմանները, ընդլայնելով հետաքրքրությունների շրջանակը կամ փորձելով ուժերը հարակից ոլորտներում։ Սա կարող է լինել և մասնագիտության փոփոխություն, և նույն ոլորտում ավելի բարձր կամ անկախ դիրք գրավելը։ Ամառային ամիսները առանձնապես նշանակալի կլինեն։ Այդ ընթացքում դուք կկարողանաք գաղափարները ոչ թե պարզապես մտածել, այլ կառուցվածքային ձևով կյանքի կոչել։ Եթե նախկինում նորարարական ծրագրերը թվում էին ռիսկային, ապա այժմ դուք կգտնեք այն մեխանիզմերը, որոնք թույլ կտան դրանք դարձնել կայուն և եկամտաբեր։ Ձեր ուժը կլինի այն, որ կկարողանաք համադրել հաշվարկված մոտեցումը երկարաժամկետ տեսլականի հետ։ 2026-ին ցուլերի համար կարող է
են բացվել նաև միջազգային կամ հեռավար համագործակցության դռներ, արտերկրյա գործընկերներ, արտահանման ներմուծման թեմաներ կամ օնլայն բիզնես մոդելներ կմտնեն ձեր ուշադրության կենտրոն։ Նման առաջարկները կարող են սկզբում կասկած առաջացնել, սակայն ճիշտ ուսումնասիրության դեպքում դրանք կդառնան կայուն եկամտի աղբյուր։ Հատկապես բարենպաստ կլինեն ներդրումները հողի, անշարժ գույքի, էկոլոգիական կամ բնական ռեսուրսների հետ կապված ուղղություններում։ Տարվա գլխավոր ներքին փորձությունը կլինի փոփոխությունների հանդեպ դիմադրությունը։ Ցուլերը հաճախ նախընտրում են վստահելի եւ արդեն փորձված ուղիները, սակայն այս տարի կյանքը կպահանջի ճկունություն։ Հին մեթոդներին կառչելը կարող է դանդաղեցնել աճը, մինչդեռ նոր մոտեցումները, թեկուզ սկզբում անհարմար, հետագայում կապահովեն ավելի ամուր հիմք եւ ֆինանսական անվտանգություն։ Կարիերայում հաջողության հասնելու բանալին կլինի համբերությունը, ռազմավարական մտածողությունը եւ ճիշտ ժամանակին քայլ անելու ունակությունը։ Ֆինանսական ոլորտը, բանկային համակարգը, դիզայնը, գեղեցկության ինդուստրիան, էկո նախագծերը եւ կյանքի որակի բարելավման ուղղված ցանկացած գործունեություն կարող են դառնալ ձեր կայուն աճի հարթակ։ Լսեք ձեր ներքին զգացողությունները։ Եթե ինչ-որ բան հուշում է, որ ժամանակն է փոխել ուղղությունը, այդ ձայնը անտեսելը չի լինի խելամիտ քայլ։ Երկվորյակներ 2026 թվականը երկվորյակների համար կդառնա ակտիվ շարժման, ինտելեկտուալ վերելքի եւ ազդեցիկ կապերի ձևավորման տարի։ Ձեր կյանքում կարիերան այլևս չի սահմանափակվի միայն պաշտոնով կամ աշխատավայրով, այն կվերածվի հարթակի, որտեղ դուք կօգտագործեք ձեր խոսքը, մտքի ճկունությունը եւ մարդկանց հետ աշխատելու բացառիկ ունակությունը։ Տարվա ընթացքում դուք կզգաք, որ տեղեկատվությունն ու շփումը ձեր ամենահզոր գործիքներն են։ Այս տարի ձեր մտածողությունը կդառնա ավելի արագ, բազմաշերտ եւ ռազմավարական։ Դուք կկարողանաք տեսնել միաժամանակ մի քանի ուղղություն եւ ընտրել այն, որն ունի իրական աճի պոտենցիալ։ Շատ երկվորյակներ կհայտնվեն այնպիսի միջավայրում, որտեղ անհրաժեշտ կլինի միջնորդի, բանակցողի կամ գաղափարների կապող օղակի դեր։ Դա կարող է լինել թե բիզնեսում, թե մեդիա դաշտում, թե կրթական նախագծերում։ Տարվա որոշ փուլերում հաջողությունը կգա մարդկանց միջոցով։ Ճիշտ ծանոթությունը, ճիշտ պահին արված զրույցը կամ պատահական թվացող առաջարկը կարող է փոխել ձեր մասնագիտական ընթացքը։ Դուք կկարողանաք հեշտությամբ ներգրավվել նոր թիմերում, պայմանավորվել շահավետ պայմաններով եւ արագ հարմարվել փոփոխվող պահանջներին։ Համագործակցությունները կդառնան ձեր հիմնական առաջընթացի շարժիչ ուժը։ 2026-ին մեծ դեր կունենան տեղեկատվական հարթակները, բլոգերություն, սոցիալական ցանցեր, առցանց դասընթացներ, փոդքասթեր կամ հրապարակային ելույթներ, այս ամենը կարող է ոչ միայն ճանաչում բերել, այլև ձևավորել կայուն եկամուտ։ Եթե երբևէ մտածել եք ձեր գիտելիքները կամ փորձը հանրայնացնելու մասին, ապա այս տարին հենց այդ քայլն անելու համար է։ Միևնույն ժամանակ, ամենամեծ վտանգը կլինի ցրվածությունը։ Բազմաթիվ գաղափարներ, նախագծեր եւ առաջարկներ կարող են ձեզ տանել այնպիսի վիճակի, երբ ոչ մեկը ամբողջությամբ չի ավարտվում։ 2026-ին հաջողությունը կպահանջի ընտրություն, ավելի քիչ ուղղություններ, բայց ավելի խոր ներգրավվածություն։ Կարևոր է սովորել ասել ոչ այն ամենին, ինչը շեղում է հիմնական նպատակից։ Մասնագիտական աճի համար ամենահարմար ոլորտները կլինեն լրագրությունը, մարքեթինգը, վաճառքը, թվային տեխնոլոգիաները, կրթությունը, թարգմանությունը, լոգիստիկան եւ հանրային հաղորդակցությունը։ Ձեր ուժը կլինի արագ արձագանքելու եւ նոր միտումները առաջիններից մեկ նկատելու ունակությունը։ Ճկուն միտքը եւ ճիշտ պահին ճիշտ բառեր գտնելու ձեր շնորհը 2026 թվականին ձեզ կդարձնեն պահանջված եւ անփոխարինելի մասնագետ։ Խեցգետին 2026 թվականը խեցգետինների համար կդառնա ներքին հասունացման եւ մասնագիտական կյանքի արմատական վերակազմավորման շրջան։ Սա այն տարին է, երբ դուք այլևս չեք կարող աշխատել պարզապես պետք է զգացումից ելնելով։ Ձեր կարիերան կսկսի պահանջել հոգևոր ներդաշնակություն, անվտանգություն եւ իմաստ։ Դուք կձգտեք այնպիսի զբաղմունքի, որը ոչ միայն եկամուտ է ապահովում, այլև ներքին բավարարվածություն է տալիս։ Տարվա ընթացքում կուժեղանա ձեր ինտուիցիան, եւ դուք հաճախ կկայացնեք ճիշտ որոշումներ ոչ թե տրամաբանության, այլ ներքին զգացողության շնորհիվ։ Շատ խեցգետիններ կհրաժարվեն ստրեսային, հոգեպես ծանր աշխատանքներից եւ կսկսեն փնտրել ավելի կայուն ու կանխատեսելի միջավայր։ Սա կարող է արտահայտվել աշխատավայրի փոփոխությամբ, նոր պաշտոն ստանձնելով կամ նույնիսկ մասնագիտական ուղղության ամբողջական վերանայմամբ։
2026-ին մեծ դեր կխաղա վստահության գործոնը։ Դուք կզարգանաք այն միջավայրում, որտեղ ձեզ գնահատում են, լսում են եւ հարգում ձեր սահմանները։ Հնարավոր է, որ ձեզ վստահեն պատասխանատու գործառույթներ կապված մարդկանց խնամքի, կազմակերպման կամ վերահսկման հետ։ Դուք կդառնաք այն անձը, ում վրա կարելի է հենվել դժվար պահերին։ Տարին հատկապես բարենպաստ է այն խեցգետինների համար, ովքեր աշխատում են առողջապահության, սոցիալական ոլորտի, կրթության, հոգեբանության, հյուրանոցային բիզնեսի կամ ընտանեկան բիզնեսների շրջանակում։ Ձեր կարեկցանքը եւ մարդկանց զգացմունքները հասկանալու ունակությունը կդառնան ձեր գլխավոր մրցակցային առավելությունը։ Շատերը կդիմեն ձեզ խորհրդի կամ աջակցության համար։ Սակայն 2026 թվականը կպահանջի նաեւ ներքին մաքրում։ Հին վախերը, ինքնաքննադատությունը եւ անցյալի հիասթափությունները կարող են ժամանակ առ ժամանակ վերադառնալ։ Կարևոր է սովորել չկրել այն բեռը, որը այլևս ձերն չէ։ Երբ դուք թողնեք ավելորդ պատասխանատվությունը, ձեր առաջ կբացվեն նոր հնարավորություններ։ Ֆինանսական առումով տարին խոստանում է աստիճանական, բայց կայուն աճ։ Խոշոր ռիսկերը ձեզ համար ցանկալի չեն, սակայն ճիշտ պլանավորման դեպքում հնարավոր է ապահովել երկարաժամկետ անվտանգություն։ Անշարժ գույքի, ընտանեկան կապիտալի կամ պահպանողական ներդրումների թեմաները կարող են դառնալ արդիական։ 2026-ին ձեր հաջողությունը կգա համբերության, նվիրվածության եւ ներքին հավասարակշռության միջոցով։ Դուք կամանց կկառուցեք այն մասնագիտական կյանքը, որը կհամապատասխանի ձեր իրական էությանը։ Երբ դուք կզգաք ձեզ պաշտպանված եւ վստահ, ձեր կարիերան կսկսի աճել բնական եւ կայուն ճանապարհով։ Առյուծ 2026 թվականը առյուծների համար դառնում է ինքնահաստատման, ազդեցության եւ տեսանելիության տարի։ Սա այն շրջանն է, երբ դուք այլևս չեք կարող մնալ ստվերում կամ սահմանափակվել երկրորդական դերերով։ Տարին ձեզ մղելու է առաջ, պահանջելով համարձակություն, ինքնավստահություն եւ պատրաստակամություն բարձրաձայն ներկայացնելու ձեր ունակությունները։ Դուք կզգաք, որ եկել է պահը ձեր անունը ամրապնդելու եւ հեղինակություն ձևավորելու։ Տարվա ընթացքում ձեր բնական խարիզման կուժեղանա եւ շրջապատը կսկսի ավելի լուրջ վերաբերվել ձեր խոսքին ու նախաձեռնություններին։ Շատ առյուծներ կհայտնվեն այնպիսի իրավիճակներում, որտեղ պետք է ղեկավարեն, ուղղորդեն կամ օրինակ ծառայեն ուրիշների համար։ Դուք կարող եք ստանձնել առաջնորդական դեր ոչ միայն պաշտոնապես, այլև ոչ ֆորմալ միջավայրում, դառնալով թիմի շարժիչ ուժը։ 2026-ը բարենպաստ է ինքնադրսևորման բոլոր ձևերի համար։ Եթե ձեր գործունեությունը կապված է արվեստի, մեդիայի, հանրային ելույթների, ստեղծագործական նախագծերի կամ բիզնեսի ներկայացման հետ, ապա տարին կարող է դառնալ իրական բեկում։ Ձեր գաղափարները նկատելի կլինեն, իսկ ճիշտ ներկայացման դեպքում բարձր գնահատված։ Կարևոր է չթաքցնել ձեր անհատականությունը եւ չփորձել հարմարվել միջակ չափանիշներին։ Տարվա առաջին կեսին հնարավոր են առաջարկներ, որոնք կբարձրացնեն ձեր սոցիալական կարգավիճակը կամ կբերեն ավելի մեծ պատասխանատվություն։ Սա կարող է լինել առաջխաղացում, նոր պաշտոն կամ հնարավորություն ղեկավարելու կարևոր նախագիծ։ Չվախենաք մեծ բեռից, դուք ունեք բավարար ներուժ այն կրելու համար, պարզապես պետք է ճիշտ կազմակերպել ձեր ժամանակը եւ ռեսուրսները։ Միևնույն ժամանակ 2026 թվականը կստուգի ձեր էգոյի հավասարակշռությունը։ Երբեմն կարող է առաջանալ գայթակղություն ամեն ինչ անել միայնակ կամ չլսել ուրիշների կարծիքը։ Սակայն իրական հաջողությունը կգա այն ժամանակ, երբ դուք կկարողանաք համատեղել ուժեղ առաջնորդությունը թիմային մտածողության հետ։ Ճշմարիտ առաջնորդը ոչ թե ճնշում է, այլ ոգեշնչում։ Ֆինանսական առումով տարին կարող է բերել աճ, հատկապես եթե դուք զբաղվում եք բիզնեսով, ստեղծագործական ոլորտներով կամ ղեկավար պաշտոն եք զբաղեցնում։ Ձեր եկամուտները կարող են կախված լինել ձեր տեսանելիության եւ ինքնավստահ ներկայացման հետ։ Այնքան որքան դուք հավատաք ձեր արժեքին, այնքան շրջապատը պատրաստ կլինի վճարել դրա համար։ Տարվա երկրորդ կեսին կարևոր կլինի պահպանել ներքին հավասարակշռությունը։ Չափազանց լարված գրաֆիկը կամ անընդհատ ուշադրության կենտրոնում լինելը կարող են հոգնեցնել։ Սովորեք ժամանակ առ ժամանակ կանգ առնել, վերալիցավորվել եւ վերանայել նպատակները, որպեսզի չկորցնեք մոտիվացիան։ 2026-ին առյուծի հաջողության բանալին ինքնավստահությունն է, ստեղծագործական համարձակությունը եւ մեծ մտածելու ունակությունը։ Երբ դուք չվախենաք լինել տեսանելի, ազդեցիկ եւ անկեղծ ձեր նպատակների մեջ, կյանքը ձեզ կդնի այն բեմի վրա, որտեղ դուք իսկապես պատկանում եք։ Ձեր ժամանակը գալիս է ոչ աղմուկով, այլ ուժով։ Կույս
2026 թվականը կույսերի համար դառնում է գիտակցված առաջընթացի, ներքին կարգավորման եւ մասնագիտական կայացման շրջան։ Սա այն տարին է, երբ պատահական հաջողությունները փոխարինվում են հստակ հաշվարկված քայլերով։ Դուք այլևս չեք գործի միայն պետք է զգացումով, այլ կսկսեք ընտրել այն ուղիները, որոնք իսկապես արդյունավետ են եւ երկարաժամկետ արդյունք են ապահովում։ Տարին պահանջում է կենտրոնացում մանրուքների վրա, սակայն ոչ նախքին լարվածությամբ։ Դուք կսովորեք տարբերակել էականը երկրորդականից եւ չծանրաբեռնել ձեզ ավելորդ պարտավորություններով։ Շատ կույսեր կգան այն եզրահանգման, որ ճիշտ կազմակերպված աշխատանքը ավելի արժեքավոր է, քան անընդհատ ծանրաբեռնված լինելը։ Այս գիտակցումը կդառնա ձեր գլխավոր հաղթաթուղթը։ 2026-ին բարենպաստ պայմաններ են ստեղծվում մասնագիտական գիտելիքների խորացման համար։ Սա հիանալի ժամանակ է վերապատրաստումների, նոր հմտությունների ձեռքբերման, մասնագիտության ներսում ավելի նեղ ուղղությամբ զարգանալու համար։ Ձեր փորձը եւ ճշգրտությունը սկսում են առանձնանալ, եւ շրջապատը ձեզ ընկալում է որպես վստահելի մասնագետ, ում կարելի է հենարան դարձնել։ Տարվա ընթացքում կարող եք ներգրավվել գործընթացների բարելավման, համակարգերի կարգավորման կամ աշխատանքային սխեմաների վերանայման մեջ։ Դուք կտեսնեք այնինչ ուրիշները չեն նկատում՝ սխալներ, բացթողումներ, անարդյունավետ մեխանիզմներ։ Եթե կարողանաք ձեր դիտարկումները ճիշտ ձևով ներկայացնել, դրանք կարող են դառնալ ձեր կարիերայի առաջընթացի հիմքը։ Ֆինանսական տեսանկյունից տարին խոստանում է կայունություն, ոչ կտրուկ վերելքներով, այլ վստահ աճով։ Եկամուտները կարող են ավելանալ աշխատանքի որակի, պատասխանատվության կամ երկարաժամկետ համագործակցության շնորհիվ։ Սա լավ շրջան է բյուջեն վերահսկելու, ծախսերը պլանավորելու եւ նյութական հիմքերը ամրապնդելու համար։ Միևնույն ժամանակ 2026-ը ձեզ կսովորեցնի մեղմել ներքին քննադատությունը։ Չափազանց բարձր պահանջները ինքներդ ձեզ հանդեպ կարող են դառնալ առաջընթացի խոչընդոտ։ Տարին հուշում է, որ երբեմն բավական է անել լավ, ոչ թե կատարյալ, որպեսզի շարժումը շարունակվի։ Այս մոտեցումը կթեթևացնի թե հոգեբանական վիճակը, թե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Առողջության թեման եւս կարևոր դեր կունենա։ Ձեր օրգանիզմը արագ կարձագանքի գերծանրաբեռնվածությանը, ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հանգստի, քնի եւ ռեժիմի պահպանմանը։ Երբ դուք հոգ եք տանում ձեր վիճակի մասին, ձեր արդյունավետությունը ինքնաբերաբեր բարձրանում է։ 2026 թվականին կույսի ուժը դրսևորվում է հմտությամբ, կարգապահության եւ օգտակար լինելու կարողությամբ։ Դուք կարող եք չլինել ամենաբարձրաձայնը կամ ամենաշքեղը, բայց հենց ձեր շնորհիվ համակարգը աշխատում է, եւ տարվա ընթացքում դա նկատելի կդառնա ոչ միայն ձեզ, այլև բոլոր նրանց, ովքեր գնահատում են իրական որակը։ Կշեռք։ Այս շրջանը կշեռքների համար սկսվում է ներքին վերագնահատումից։ Դուք աստիճանաբար հասկանում եք, որ հին հավասարակշռությունը այլևս չի աշխատում, եւ անհրաժեշտ է ձևավորել նոր սահմաններ, թե հարաբերություններում, թե աշխատանքային միջավայրում։ Սա ժամանակ է, երբ դուք սովորում եք ոչ միայն հաշտեցնել հակասությունները, այլ նաեւ պաշտպանել սեփական դիրքորոշումը։ Տարին հուշում է, որ ձեր կարծիքը նույնքան արժեքավոր է, որքան շրջապատին լսելու ձեր ունակությունը։ Շատ իրավիճակներում ձեզ կդիմեն խորհրդի կամ միջնորդության համար, սակայն կարևոր է հիշել, որ դուք պարտավոր չեք բոլորի համար հարմար լուծում գտնել։ Երբ սկսեք առաջնորդվել սեփական շահերով առանց մեղքի զգացման, ձեր ներքին հավասարակշռությունը զգալիորեն կուժեղանա։ Մասնագիտական ոլորտում հնարավոր են փոփոխություններ, որոնք սկզբում կարող են անորոշ թվալ։ Նոր պայմաններ, նոր դեր կամ այլ աշխատանքային մթնոլորտ կարող են ստիպել ձեզ դուրս գալ հարմարավետության գոտուց, սակայն հենց այստեղ է ձեր աճի հնարավորությունը։ Ձեր դիվանագիտությունը, ճկուն մտածողությունը եւ մարդկանց հետ աշխատելու հմտությունը կարող են բացել դռներ, որոնք նախկինում փակ էին թվում։ Ֆինանսական առումով կշեռքների համար տարին պահանջում է խելամիտ մոտեցում։ Չնայած մեծ ռիսկերն այս փուլում ցանկալի չեն, փոքր, լավ հաշվարկված քայլերը կարող են ապահովել կայունություն։ Հնարավոր է եկամուտների աստիճանական ավելացում, համագործակցության, ծառայությունների կամ ձեր հմտությունների ավելի ճիշտ ներկայացման շնորհիվ։ Անձնական կյանքում այս շրջանը բերում է հստակեցում։ Դուք ավելի լավ կտեսնեք, ով է իսկապես ձեր կողքին եւ ով է պարզապես խլում ձեր էներգիան։ Որոշ կապեր կարող են փոխել ձևը կամ ավարտվել,
Սակայն դրա փոխարեն կստեղծվի տարածք ավելի առողջ եւ հավասարակշռված հարաբերությունների համար։ Եթե ունեք զուգընկեր, ապա բաց խոսակցությունները կօգնեն խորացնել վստահությունը։ Զգացմունքային մակարդակում կարևոր է սովորել միայնակ լինելու արժեքը։ Երբ դուք չեք կախված արտաքին հավանությունից, ձեր ինքնավստահությունն աճում է։ Այս փուլում ձեզ կօգնի ստեղծագործական զբաղմունքները, գեղարվեստական միջավայրը կամ պարզապես ժամանակ հատկացնելը այն ամենին, ինչը ձեզ ներշնչում է։ Առողջության տեսանկյունից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նյարդային համակարգին։ Չափազանց ծանրաբեռնվածությունը կամ անընդհատ մարդկանց խնդիրներով զբաղվելը կարող են հոգնեցնող լինել։ Կանոնավոր հանգիստը, շարժումը եւ հոգեկան հավասարակշռության պահպանումը կդառնան ձեր հիմնական աջակցությունը։ Կշեռքի համար այս շրջանը կարևոր դաս ունի։ Իսկական հավասարակշռությունը սկսվում է ներսից։ Երբ դուք հստակ գիտեք, թե ինչ եք ուզում եւ ինչի հետ չեք պատրաստ համակերպվել, կյանքն ինքն է սկսում դասավորվել ճիշտ ուղղությամբ։ Կարիճ 2026 թվականը կարիճների համար կդառնա վերափոխումների եւ անձնական ազդեցության ընդլայնման տարի։ Դուք ավելի խորապես կհասկանաք, թե ինչպես կառավարել ձեր էներգիան, ինչին արժե ուղղել ուշադրություն եւ ինչպես առավել արդյունավետ ձևով օգտագործել ձեր ներուժը։ Այս շրջանը հուշում է, որ մուտքը դեպի իրական հաջողություն անցնում է սեփական ուժերի, փորձի եւ վստահության միջոցով։ Մասնագիտական առումով տարին խոստանում է ուժեղ փոփոխություններ։ Դուք կարող եք ստանձնել պատասխանատու դերեր կամ ղեկավարել այնպիսի նախագծեր, որոնք նախկինում ձեզ կթվային անհասանելի։ Ձեր բնատուր համառությունը եւ ճկուն մտածողությունը կօգնեն հաղթահարել անսպասելի դժվարություններ, իսկ ճկուն դիվանագիտությունը պահպանել հարաբերությունները գործընկերների հետ, նույնիսկ լարված իրավիճակներում։ Ֆինանսական հնարավորություններ նույնպես շոշափելի կլինեն։ Արտաքին գործարքներ, համագործակցություններ կամ նոր ներդրումներ կարող են զգալիորեն բարելավել ձեր եկամուտները, սակայն հաջողությունը պահանջում է մանրակրկիտ պլանավորում եւ ռիսկերի խոհեմ գնահատում։ Նոր նախաձեռնությունները, հատկապես այն ոլորտներում, որտեղ դուք նախկինում փորձ ունեք, կարող են շատ արագ կայունացման հասցնել ձեր ֆինանսական վիճակը։ Անձնական կյանքում կարիճները այս տարի ավելի համարձակ կգնահատեն հարաբերությունների որակը։ Դուք ակնհայտորեն կտեսնեք, թե ով է ձեր կողքին ազնիվ եւ ազնեգն է, եւ ով է միայն անցողիկ հետաքրքրություն ցուցաբերում։ Բաց եւ անկեղծ խոսակցությունները կօգնեն սերտացնել կապերը, իսկ հարաբերությունների անորոշությունը կամ կեղծ արժեքները թողնել հետին պլան։ Զգացմունքային եւ հոգեվոր մակարդակում սա հնարավոր է դարձնում ինքնակատարելագործման եւ ներքին հավասարակշռություն ստեղծելու համար։ Ձեր ինտուիցիան այս տարի կդառնա կարևոր ուղեցույց, հատկապես այն պահերին, երբ պետք է որոշում կայացնել կարիերայի կամ անձնական կյանքի ոլորտում։ Առողջության տեսանկյունից հարկավոր է ուշադրություն դարձնել նյարդերի եւ հուզական բեռի կառավարությանը։ Շատ զբաղվածություն, վեճեր կամ երկարատև ստրես կարող են ազդել ձեր էներգիայի մակարդակի վրա, ուստի հոգեվոր հավասարակշռության պահպանումը եւ հանգստի պլանավորումը առաջնային կարեւորություն ունեն։ Այս տարվա գլխավոր դասը սովորել օգտագործել սեփական ներքին ուժը եւ միմյանց հետ հարաբերություններ կառուցել արդյունավետ ձևով։ Երբ դուք ինքներդ կառավարեք ձեր էներգիան եւ կենտրոնանաք առաջնահերթությունների վրա, կարիճների հաջողությունը դառնում է անխուսափելի, իսկ ձեր կարիերան եւ անձնական կյանքը կայուն եւ առատաշնոր։ Աղեղնավոր 2026 թվականն աղեղնավորների համար կբերի նոր հորիզոններ եւ հնարավորություններ, թե մասնագիտական, թե անձնական ոլորտներում։ Այս տարի դուք կզգաք ներքին ձգտում դեպի ընդլայնում, նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ աշխարհի հետ ավելի լայն կապերի մեջ մտնելու պահանջ։ Ձեր կառավարիչ Յուպիտերը կաջակցի համարձակ նախաձեռնություններին, թույլ տալով բացահայտել ձեր ներուժը, կառուցել ազդեցիկ կապեր եւ բարձրացնել հեղինակությունը տեղական եւ միջազգային մակարդակներում։ Կարիերայի առումով տարին խոստանում է նոր դիրքեր, կարևոր նախագծեր եւ հնարավորություններ, որոնք կհրավիրեն ձեզ ղեկավարելու թիմեր կամ ստեղծագործական ու ռազմավարական ծրագրեր։ Ձեր համարձակությունը եւ բացակայող վախը նոր մարտահրավերների հանդեպ կդարձնեն ձեզ թիմի առաջատարի, հմայքի եւ պրոֆեսիոնալիզմի համադրությամբ։ Հաջողության բանալին կլինի տեղեկություններն արդյունավետ օգտագործելու, նոր գաղափարներ ներդնելու եւ գործընկերների հետ ամուր կապեր ստեղծելու ունակությունը։
Ֆինանսական տեսանկյունից աղեղնավորների համար 2026 թվականը կարող է բերի անսպասելի եկամուտներ եւ նոր գործընկերային առաջարկներ, հատկապես միջազգային ոլորտներում կամ երկարաժամկետ նախագծերի միջոցով։ Ներդրումներ կրթության, միջազգային համագործակցության, ճանապարհորդության եւ տեխնոլոգիական նորարարությունների մեջ կարող են լավ բերք տալ, եթե դրանք զգուշությամբ եւ հաշվարկված կերպով իրականացվեն։ Անձնական հարաբերություններում այս տարի կարևոր է լինել բաց, անկեղծ եւ աջակցել սիրելիներին։ Դուք կարող եք բացահայտել այն մարդկանց, ովքեր իսկապես պատրաստ են ձեզ հետ համատեղ աճել եւ զարգանալ, եւ նրանց հետ կառուցել վստահելի եւ ամուր կապեր։ Հոգեվոր մակարդակում աղեղնավորները ավելի շատ ձգտելու են ինքնակատարելագործման եւ ներքին հավասարակշռության, ինչը կաջակցի ընդհանուր հաջողությանը եւ մտավոր խաղաղությանը։ Տարվա խիստ կարևոր խորհուրդը կենտրոնանալ այն ուղղությունների վրա, որոնք երկարաժամկետ պլանավորում եւ կայուն արդյունքներ են պահանջում։ Պետք է խուսափել անհարկի շտապողականությունից եւ էներգիայի անպիտան ցրման ռիսկից։ Ձեր ինտուիցիան, հատկապես դժվարին պահերին, կդառնա լավագույն ուղեցույցը, օգնելով ճիշտ ընտրություն կատարել կարիերայի, ֆինանսների եւ անձնական կյանքի ոլորտներում։ Առողջության եւ աշխատանքի հավասարակշռության համար կարևոր է պլանավորել հանգիստ, վերահսկել ստրեսը եւ պահպանել էներգիայի ռեզերվները, որպեսզի ստեղծագործական եւ ռազմավարական էներգիան օգտագործվի արդյունավետ։ Այս տարվա գլխավոր դասը ընդլայնել ձեր աշխարհայացքը, համախմբել օգտակար կապերը եւ ամրապնդել ձեր հեղինակությունը առանց վախենալու նոր փորձառություններից։ Երբ դուք համատեղեք ինտուիցիան, գիտելիքը եւ գործնական քայլերը, աղեղնավորների հաջողությունը կդառնա ակնհայտ, իսկ նոր նախագծերը արդյունավետ եւ կայուն։ Այծեղջուր 2026 թվականը այծեղջուրների համար կդառնա աշխատասիրության ու երկարատև ջանքերի պտուղները ստանալու տարի։ Այս տարի դուք կզգաք, որ տարիների ընթացքում կատարած աշխատանքն ու համբերությունը սկսել են իրենց արդյունքը տալ, ստեղծելով ամուր հիմք, ինչպես կարիերայում, այնպես էլ ֆինանսական ոլորտում։ Սատուրնը, ձեր կառավարիչ մոլորակը, կաջակցի այս գործընթացին, օգնելով կենտրոնանալ կառուցվածքային զարգացման, ռազմավարական պլանավորման եւ պատասխանատվության վրա։ Կարիերայի առումով 2026 թվականը խոստանում է նշանակալի առաջխաղացում, կառավարչական բարձր դիրքերի ձեռքբերում, ղեկավարական փորձի ընդլայնում եւ պրոֆեսիոնալ ճանաչում։ Հնարավոր է, որ ձեր աշխատանքը ուշադրության կենտրոնում հայտնվի, ինչպես ներքին թիմի, այնպես էլ արտաքին գործընկերների կողմից։ Եթե վաղուց մտածել եք սեփական բիզնես հիմնելու կամ նախագծի ղեկավար լինելու մասին, այս տարի կլինի այդ քայլը ձեռնարկելու հարմար ժամանակը։ Ձեր նախաձեռնողականությունն ու պատասխանատվության զգացումը կդառնան ձեր հիմնական ակտիվները, ապահովելով կայուն եւ տևական հաջողություն։ Ֆինանսական տեսանկյունից 2026 թվականը բարենպաստ կլինի երկարաժամկետ ներդրումների եւ բիզնեսի զարգացման համար։ Հավանական են շահավետ առաջարկներ անշարժ գույքի, ներդրումային նախագծերի կամ կորպորատիվ ծրագրերի ոլորտում։ Ձեր հեղինակությունն ու վստահելիությունը կնպաստեն գործընկերների վստահությունը վաստակելուն, ինչը կբերի ավելի բարձր եկամուտներ եւ կայուն ֆինանսական աճ։ Անձնական եւ սոցիալական կյանքում այս տարի կարևոր է հավասարակշռություն գտնել աշխատանքային պատասխանատվության եւ հանգստի միջև։ Չնայած կարիերայում արկա կլինեն մեծ մարտահրավերներ, հարկավոր է ժամանակ հատկացնել ընտանիքին եւ մտերիմներին հոգեբանական այրման եւ ստրեսի ռիսկերը նվազեցնելու համար։ Ձեր շուրջը կանգնած մարդիկ կարող են նշանակալի աջակցություն ցուցաբերել, ուստի մի հապաղեք հարցնել օգնություն եւ բաց լինել։ Աշխատանքի եւ անձնական նպատակների հաջողության բանալին այս տարի կլինի համբերությունն ու համակարգված մոտեցումը։ Հնարավոր են փորձություններ կապված նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, թիմային համագործակցության կազմակերպմամբ կամ խոշոր նախագծերի իրականացմամբ, սակայն ձեր խելամտությունն ու կազմակերպչական ունակությունները կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները։ Առողջության ոլորտում կարևոր է պահպանել մարմնական ու մտավոր էներգիայի հավասարակշռությունը, որպեսզի երկարատև ջանքերը չառաջացնեն հոգնածություն կամ արդյունավետության անկում։ Պլանավորեք հանգստի պահեր, հետևեք սննդակարգին եւ ակտիվ եղեք ֆիզիկական վարժությունների միջոցով, ապահովելով օրգանիզմի կայունությունը եւ աշխատունակությունը ամբողջ տարվա ընթացքում։ Այս տարվա գլխավոր ուղեցույցը կառուցել ամուր հիմքեր, երկարաժամկետ ռազմավարություն մշակել եւ համարձակորեն օգտագործել ձեր փորձն ու հեղինակությունը։ Երբ համադրեք պրոֆեսիոնալիզմը, համբերությունը եւ նպատակասլացությունը, 2026 թվականը կարող է դառնալ այծեղջուրների համար կարիերայի եւ անձնական աճի ամենահամարժեք եւ հիշարժան տարի։ Ջրհոս
2026 թվականը ջրհոսների համար լի է նոր գաղափարներով, համագործակցության հնարավորություններով եւ տեխնոլոգիական նորարարություններով։ Այս տարի ձեր ուշադրությունը կկենտրոնանա թիմային աշխատանքին, սոցիալական ցանցերի ընդլայնմանը եւ այն նախագծերին, որոնք պահանջում են ստեղծագործ մոտեցում ու ինքնատիպ մտածողություն։ Ուրանը, ձեր ժամանակակից կառավարիչը, կխթանի ձեր անկախությունն ու սկզբունքայնությունը, եւ դուք կգտնեք մարդկանց, որոնք կիսում են ձեր տեսլականը եւ պատրաստ են աջակցել ձեր համարձակ նախաձեռնություններին։ Կարիերայի առումով 2026 թվականը խոստանում է նշանակալի առաջընթաց, հատկապես այն ոլորտներում, որտեղ կարևոր են գաղափարների նորարարությունը եւ արագ կողմնորոշվելու ունակությունը։ Այս տարի բարենպաստ կլինի ստարտափների հիմնումը, ՏՏ եւ տեխնոլոգիական նորարարություններով զբաղվելը, ստեղծագործական կամ համայնքային ծրագրերում ընդգրկվելը։ Հավանական են նախագծեր արհեստական բանականության, նոր տեխնոլոգիաների կամ սոցիալական ծառայությունների ոլորտում, որտեղ դուք կարող եք ցուցաբերել ոչ ավանդական մոտեցում եւ միաժամանակ ազդեցիկ արդյունքներ ստանալ։ Սոցիալական կապերը կդառնան ձեր ամենամեծ ակտիվը։ Փետրվար եւ օգոստոս ամիսները կբերեն անսպասելի, բայց շատ խոստումնալից համագործակցության հնարավորություններ, որոնք կարող են փոխել ձեր կարիերայի ընթացքը։ Ձեր ունակությունը տեսնել ապագան եւ շարժվել ժամանակակից զարգացումների հետ համաժամանակյա կդառնա հաջողության կարևոր բանալին։ Աշխատանքային միջավայրում հաջողության հասնելու համար պետք է ուշադրություն դարձնեք մանրուքներին եւ հավասարաշխարված կառավարեք ձեր ժամանակը։ Միատարեր եւ խիստ կենտրոնացում պահանջվող առաջադրանքները կարող են դառնալ մարտահրավեր, եթե նվիրվածության եւ համբերության պակաս կա։ Այս պահին կարևոր կլինի գտնել գործընկեր կամ թիմի անդամ, ով կօգնի ձեզ մանրամասները համակարգել եւ առավելագույն արդյունք ստանալ։ Անձնական կյանքում այս տարի խորհուրդ է տրվում ինտեգրել աշխատանքային եւ սոցիալական ակտիվությունը։ Համագործակցությունն ու շրջապատի աջակցությունը կարող են ոչ միայն ձեր նախագծերը հասցնել հաջողության, այլև բարձրացնել ձեր վարկանիշը եւ հեղինակությունը։ Առողջության ու էներգիայի պահպանումը նույնպես առաջնային է։ Օգտագործեք պարբերական հանգստի պահերը, ճիշտ սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվությունը ապահովելու ձեր աշխատունակությունն ու մտավոր պարզությունը տարվա ընթացքում։ Հաջողությունը ջրհոսների համար 2026-ին կգա նորարարությամբ, թիմային համագործակցությամբ եւ առաջադեմ մտածողությամբ միջոցով։ Դուք կդառնաք այն մարդը, ով միավորում է առաջադեմ գաղափարները, առաջնորդում է նոր ուղղություններ եւ ստեղծում է նախագծեր, որոնք կարող են վերածվել երկարաժամկետ եւ ազդեցիկ ձեռքբերումների։ Ձկներ 2026 թվականը ձկների համար կլինի ստեղծագործական ու հոգևոր աճի տարի, երբ ինտուիցիան, երևակայությունը եւ պրոֆեսիոնալ ունակությունները կհամադրվեն, ստեղծելով նոր հնարավորությունների ալիք։ Նեպտունը ձեր կառավարիչ մոլորակը աջակցում է երազանքների իրականացմանը եւ օգնում ձեզ այն ռեսուրսները գտնել, որոնք անհրաժեշտ են մասնագիտական հաջողության հասնելու համար։ Այս տարի դուք կարող եք ձեր տաղանդը վերածել կայուն եկամուտի, արվեստի, հոգեբանության, առողջապահական կամ սոցիալական ծառայությունների ոլորտներում։ Աշխատանքային դաշտում ձկները կարող են հայտնաբերել անսպասելի հնարավորություններ, հաճախ աննկատ, թաքնված կամ հենց իրենց շրջապատում։ Այս տարվա հաջողությունը շատ աննկատ կգա այն մարդկանց կողմից, որոնցից դուք չէիք սպասում աջակցություն կամ առաջարկ։ Ձեր ներքին ձայնը այս տարի կլինի ամենաուժեղ առաջնորդը, ցույց տալով, թե որ ուղղությամբ արժե քայլել եւ որտեղ հնարավոր է իրական հաջողություն ստանալ։ 2026 թվականը բարենպաստ է այն նախագծերի համար, որոնք պահանջում են ինքնուրույն աշխատանք, խորը մտորում եւ մանրամասն պլանավորում։ Հատկապես ուժեղ կլինի տարվա միջին ժամանակահատվածը, երբ դուք կարող եք կենտրոնանալ ձեր գաղափարների զարգացումն ու ճշգրտումը, առանց արտաքին շեղումների։ Միայնության մեջ աշխատելը ձեզ հնարավորություն կտա ստեղծել բարձրորակ արդյունքներ, որոնք շուտով նկատելի կլինեն եւ պրոֆեսիոնալ ճանաչման կարժանանան։ Ֆինանսական առումով տարին կարող է բերել նաև անսպասելի եկամուտներ, նոր կապերից, համագործակցություններից կամ չսպասված նախագծերից։ Զգոն եղեք մանրամասնությունների նկատմամբ, հատկապես պայմանագրեր կամ իրավաբանական փաստաթղթեր կնքելիս, քանի որ խնամքով գնահատված քայլերը ձեզ կպաշտպանեն ոչ ցանկալի վտանգներից։ Անձնական հարաբերություններում 2026-ը հնարավորություն կտա ձևավորել խոր կապեր եւ գտնել գործընկերների կամ դաշնակիցների, ովքեր կաջակցեն ձեր նպատակներին։
Մարմնական ու մտավոր հավասարաշխռությունը պահպանելը կարևոր է, հագեցած էներգիայով շարունակելու ձեր բոլոր նախաձեռնությունները։ Հաջողությունը ձկների համար այս տարի կգա ստեղծագործական մոտեցման, ինտուիցիայի եւ գիտակցված գործողությունների շնորհիվ։ Դուք կդառնաք այն մարդը, ով կարող է ոգեշնչել ուրիշներին, կառուցել նոր ուղիներ եւ վերածել գաղափարները տեսանելի, ազդեցիկ արդյունքների։ Ձեր ունակությունը համադրել երևակայություն եւ պրակտիկույթ կբերի ոչ միայն մասնագիտական առաջընթաց, այլև երկարաժամկետ կայունություն ու ճանաչում։ Եթե աստղերի ուղերձը համընկավ ձեր օրվա հետ, աջակցեք մեզ ձեր հավանությամբ։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք ալիքին, միշտ առաջինը լսելու նոր կանխատեսումները։